Հիմա խոսելու եմ մի գրքի մասին, որը եթե երբևէ ձեռքդ ես վերցրել եւ առաջին մի քանի էջը թերթել ես, վստահաբար սկզբում մտածել ես, որ կամ խմբագիրը շատ ծեր է եղել, կամ առհասարակ խմբագիր չեն ունեցել, կամ աշխատանքից ազատել են, կամ էլ գրողը գրող չի։ Այո, դու ճիշտ գուշակեցիր։ Խոսքս Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի» համար ստեղծագործության մասին է։ Գիրքը պատմում է ինտելեկտի բարելավման գիտական էքսպերիմենտի մասին, որի ենթական դառնում են նախ Մկնիկ Էլջերնոնը, իսկ հետո 37-ամյա Չարլին, մտավոր հաշմանդամություն ունեցող մի տղամարդ, ով աշխարհը տեսնում է երեխայի աչքերով։ Չարլին առաջին դեմքով կիսվում է իր մտքերով ու զգացողություններով։ Նա սկզբում գրում է տառասխալներով, շարադրում պարզ մտքեր։ Էքսպերիմենտի էֆեկտիվության շնորհիվ նրա ինտելեկտի մակարդակը բարձրանում է ու նա մի շարք բացահայտումներ է անում իր կյանքի, իրեն շրջապատող մարդկանց մասին։ Սակայն երբ Չարլիի բանականությունը հասնում է պիկին, Էլջերնոնինը սկսում է նվազել։ Չարլին գիտակցում է, որ իրեն նույն ճակատագիրն է սպասվում՝ վերադառնալ հին կյանքին, առանց կարողանալու դա գիտակցել։ Գիրքը ընթերցելիս շատ հուզումն առատ պահեր ես ունենում, մարդկային շատ հետաքրքիր ապրումներ ես ունենում, ուզում ես ապրումակցել հերոսին, նույնիսկ ես կասեի լաց ես լինում գիրքը ընթերցելիս։ Այնպես որ եթե չես կարդացել, գոնե սահմանագիրքը կարդա։